Շնորհակալություն Տիկին Անդրեասյան, շնորհակալություն զեկույցի համար։ Ձեր խոսքում դուք նշեցիք մեկ դրույքով չծանրաբեռնված ուսուցիչների թիվը, որ այս ընթացքում գրեթե կրկնապատկվել էր։ Ես ուզում եմ հասկանալ, կա արդյոք ցանկալի թիվ կամ թիրախային մոտավորապես, թե ինչին պետք է ձգտել, պարզ է, որ 100%-ի չի կարող հասնել, բայց ինչքան պետք է լինի, որ մենք ավելի գոհ լինենք, սա առաջին հարցը։ Երկրորդը, քանի որ հիմա հայտնվել են նորելուկ գիտունիկներ, ովքեր ասում են, որ պետք չէր դպրոցներ կառուցել փոքր գյուղական համայնքներում եւ գործարաններ են պետք կառուցել, մենք արդեն հանգամանալից քննարկեցինք հարց ու պատասխանի ընթացքում դպրոց, ուրեմն խոշորացվող դպրոց, ավտոբուս, համայնքային ճանապարհ եւ այլն այս հարցը։ Իմ հարցը ավելի շատ հետեւյալն է, եթե հրաշքով մենք կարողանայինք 1 տարում բոլոր դպրոցները վերանորոգել, վերակառուցել եւ նորերը կառուցել, ապա 1353-ից ինչքան կնվազի, այսինքն խոշորացվողների թիվը ինչքան կլինի, որոնք որ արդեն երեխաները դասերին կգնան ավտոբուսների միջոցով, թիվը մոտավորապես ինչքան է եւ նաեւ իհարկե հասկանալի է, որ այդ ամեն ինչը նախապես բավականին քննարկված է եւ կշռադատված է տեղի ունենում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Բաբայան, մեր ցանկալի իրավիճակը այն է, որ մարդը ունենա լիարժեք ծանրաբեռնվածություն։ Ինչու է սա կարևոր։ Սա կարևոր է մի քանի հանգամանքներով, նախ որպեսզի ամբողջությամբ օգտագործենք տվյալ ուսուցչի ներուժը, եւ եթե ուսուցիչը մանկավարժական առումով ճիշտ է, որ դասավանդի շաբաթական 20 դասաժամ, վստահ լինենք, որ մեր ֆիզիկայի ուսուցիչը 20 դասաժամ դասավանդում է եւ փոխանցում է իր գիտելիքը եւ անում է իր աշխատանքը այդ տեսանկյունից։ Այսինքն այստեղ լիարժեք ծանրաբեռնվածությունը մարդու ներուժը օգտագործելու մասին է եւ իհարկե նաեւ որպես հետևանք ունենում է վարձատրության համակարգի ազդեցության վրա այն ազդեցությունը, որը պլանավորվում է, որտեղ օրինակ երբ որ մենք ասում ենք կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցչի դրույքաչափը դառնում է 200,000 դրամ, պարզ է, որ այս 200,000 դրամը գործում է այն պարագայում, եթե ուսուցիչը ունի 1 դրույք ծանրաբեռնվածություն։ Եթե չունի 1 դրույք ծանրաբեռնվածություն, ավելի քիչ է, վստահաբար ուրեմն 200,000 դրամ չի նրա փաստացի վարձատրությունը, այլ ավելի քիչ է։ Հետևաբար այստեղ այս ծանրաբեռնվածությունը նաև հնարավորություն է տալիս, որպեսզի ազդեցությունները լինեն հենց այնպիսին, ինչպիսին պլանավորված են, եւ այս պահին մեր համակարգում միջին ծանրաբեռնվածությունը 0.94 դրույք է, որը կարծում եմ շատ մոտ է նրան, ինչ մենք ուզում ենք ստանալ։ Ինչ վերաբերում է ուրեմն դպրոցաշինությանը, եթե անկեղծ ասած ես դպրոցաշինության ոլորտում հրաշքների չեմ հավատում եմ հետևողական աշխատանքի, առանց հոգնելու աշխատանքի, որտեղ խնդիրները շատ են եւ դրանք կարող են նաեւ հուսահատեցնել, եթե չունես բավարար կամք, հաստատակամություն, դրանք լուծելով առաջ գնալու։ Եթե դա տեղի ունենար 1 տարում, ապա մենք կունենայինք 101 կլաստերներ, որոնք կսպասարկեին 185 բնակավայրերի 6065 երեխաների։ Եվ դպրոցների թիվը ինչքանով կնվազի։ Սա նշանակում է, որ մենք առնվազն կունենայինք պակաս քան 80-ը, բայց սա մի բան է, որը վստահաբար, ինչպես պարոն Գաբրելյանն էլ նշեց, միայն դպրոցի շենքը չի, որ այս ծրագրի մաս է, մենք խոսում ենք նաև ճանապարհների մասին եւ այս պահին տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության գործընկերները գույքագրում են անհրաժեշտ ճանապարհների նորոգման հետ կապված աշխատանքները եւ գիտեք, այստեղ պետք է ոչ թե շտապել, այլ ճիշտ անել։ Այսինքն, երբ որ բոլոր բաղադրիչները տեղում կլինեն, այդ ժամանակ կարծում եմ բոլոր լուծումներն էլ կաշխատեն այնպես, ինչպես որ պլանավորված է։